Կներեք կապն ընդհատվեց ոչ իմ մեղքով, ուրեմն հիշենք Սիամանթոյի այդ սահմռկեցուցիչ պատկերները, գիշերին մեջեն արյուններուն ալիքը կբարձրանա բարդիներուն հետ արյան շատրվաններ ուրվագծելով, արևադարձային տաքություն մը կբարձրանա հրդեհի տրված ազնվական քաղաքներեն, ծովուն ջուրերուն վրա գանգեր և սրունքներ կերևնան ինձի, ագրավներու կարավաններ կանցնեն վերերեն արյունոտ բերաններով և գինովի քրքիջներով, այս ամենի դեմ բանաստեղծը ուրիշ ասելիք չունի բացի նրանից, թե մի մոտենակ, չլա որ մոտենակ, պատուհաններդ փակեցեք և աչքերնի դալ կոտորած, 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 այսինքն համատարած մահվան մղձավանջ, համատարած արյունոտ իրականություն, և ատեսեք, հոգևարքի և հույսի ջահեր գրքում մենք տեսնում ենք այդ երկու իրավիճակները, մի կողմում կարծեք թե առանձնացված են խորհրդանշող բանաստեղծությունները, ինչպես օրինակ անդրշիրմի աղաղակ, չարչարանքի տեսիլներ և ուրվականներ, ինչպես օրինակ հոգիս, այս հոգիս բանաստեղծությունը կարևոր է, կարևոր է նրանով, որ բանաստեղծը խոսում է իր հոգու մասին, և տեսեք թե ինչպես է մարդու անձնական վշտի միջոցով արտացոլվում, արտահայտվում համազգային ողբերգությունը, հոգիս այն երկինքն է, ուրկե հույսին բոլոր աստղերը թափվեցան, այդ հոգու մեջ տանջվում է մի այրի կարապ, այդ հոգին է, որ ամենուն խոր ցավը մարդկայնորեն զգում է, այդ նույն հոգին է, որ հայրենի տան ավերակների վրա կարծեք թե տարագիր թռչունի նման տեղավորվել է, իսկ ափ մոխիր հայրենի տուն բանաստեղծությունը, որ մանկության հուշին զուգորդվելով բերում է ներկա իրականության ամբողջ ողբերգական ահավորությունը, հիշում է ակնը, հայրենի կտուրները, երկինքների աստղածորան լույսին տակ վարեն ահեղագոչ եփրատին կունկնդրեի, սա մանկության հուշն է, բայց հիմա արդեն գիտի, որ իր հայրենի տունը քանդվել է, պատերը քանդվել են իրար վրա, աղբյուրը ցամքեցավ, այն ննջարանը, որտեղ իր մանկությունն էր անցել, փլվեց, երազում էր այն հայելին, որի մեջ ինքը տեսնում էր իր աճի ընթացքը, ջարդեցավ արդյոք, ջարդեցավ, հայրենի տուն, ուր էլ որ լինեմ, իմ հոգին, իմ վիրավոր հոգին, ասում է, որպես տարագիր մի թռչուն, պիտի գա քեզ վրա իր պանդուխտի հոգևարքն ու ողբը լալու, բայց ով պիտի բերե քո մոխիրետ, քո աչունետ, ափ մոխիր հայրենիքս երկողի իմ աչունին մահվանս օրը տրտում դագաղիս մեջ իմ
աջունիս վրա ցանելու, ով պիտի բերե, ապ մոխիր հայրենի տուն։ Ուրեմն մահերի, ավերումների, իդեպ բանաստեղծություն կա, ավերումի գիշեր, բանաստեղծություններ կան, որոնք իսկապես զարհուրելի են և հնարավոր չէ խաղաղ սրտով ընթերցել, որովհետև անընդհատ մենք տեսնում ենք մահվան տեսիլներ, մահվան պատկերներ, այդ պատկերների զուգորդումները ստեղծում են Վարուժանի ասած պատկերները, իսկ Վարուժանը Սիամանթոյի պոեզիայի մասին խոսելիս ասում է, թե Կիկլոպ մնե քերթողը վիթխարի միակնանի, այսինքն այդ Աստված, երբ որ լուսավոր մատը դրավ մարդու ուղեղի վրա և նրան տվեց տեսանող աչք, այդ Կիկլոպը, այդ միակողմանի Կիկլոպը քիչ առաջ հիշած։ Դուք հիշում եք Պոլիֆեմ Կիկլոպին մի աչքանի, որից հազիվ են կարողանում փախչել, հազիվ հնարագիտությամբ կարողանում է փախչել Ոդիսևսը, խորամանկորեն։ Հիմա այդ միակնանի Կիկլոպը իր լուսարձակը ուղղել է կյանքի մի տեսարանի վրա, մի կողմի վրա և այնտեղ կարողանում է անել բացահայտումներ, իսկ Սիամանթոյի պարագայում հետաքրքիր է Վարուժանի պատկերավոր խոսքը, Կիկլոպ մնե քերթողը, որ շիկացած երկաթով մարմարին վրա դաջվածքներ կնե, որոնք ի վերջո սինեմայի երևույթը ունին։ Սինեման կինոնկարն է, չէ՞։ Ուրեմն սինեմայի կինոյի երևույթն ունեն Սիամանթոյի պատկերները։ Ահա ողբերգություն ներկայացնող, հոգևարք ներկայացնող բանաստեղծություններին Սիամանթոն աստիճանաբար ասպարեզ է բերում նրանց հակադրությունը, բերում է հայորդիների շարունակությունը, բերում է մի հերոսի, որ գիտի, որ արդեն օրերուն օրն է և ինքը վճռական ճակատամարտի պիտի ելնի, եկել է բանաստեղծի մոտ նրանից երգ խնդրելու, որովհետև երգը ոգևորության խորհրդանիշն է, առանց երգի ոգևորության ոչ մի զինվոր կռիվ չի գնում, և հիմա զինվորը կռվի գնալուց առաջ եկել է բանաստեղծի մոտ նրանից երգ խնդրելու։ Եվ բանաստեղծի նկարագրությունը կամ պատկերումը, ավելի ճիշտ է անշուշտ պատկերումը, այդ խորհրդավոր հանդիպումը գիշերվա մեջ, երբ որ հանդիպում են զինվոր հերոսը և բանաստեղծը, ընդ որում նրանք ինչ որ հարթության մեջ համակշռվում, հավասարվում են, բանաստեղծն էլ է զինվոր, զինվորն էլ իր կյանքով է բանաստեղծություն գրում։ Սպասումիս և հույսիս քաղցրությանը հետ մենակ էի այդ իրիկուն և փրկության ու տառապանքին նժարովը հայրենիքին բախտը կկշռեի, երբ ժպտուն ընկերը ներս մտավ եղբայրադեմ և ահավոր, եղբայրադեմ և ահավոր, այսինքն զինվորի և բանաստեղծի եղբայրությունը սրանով է հավաստվում։ Ներս մտավ, երիտասարդ էր, աչվներուն կայծը երկնքի աստղերեն էր, որ կծորեր, հասակին ձևերը մարմարներու զորություններեն էր կերտված, իր ծանրախող գլուխը սքավոր կիսաստվածիմը արյունոտ սրտին կնմաներ։ Պիտի երկար զրուցեին, թեման ինչ է զրույցի, հայրենիքի տառապանքը,
երկար, քով քովի հայրենիքին տառապանքեն կխոսեինք, և մեր տրտում հայացքները հոգիե հոգի մեղմորեն ճառագայթվեցան, դժգունեցա, ինչպես երազմը, որ առավոտին երևում են կանհետի, և լամբարիս կապույտ լույսը արդեն արյուններուն նման էր, որ վար կտորար, երբ ան հերոսատիպ և ժպտուն և ձեռքը ձեռքիս մեջ ըսավ ինձի։ Ահա այս զինվորի խոսքն է կարևորը, որ ներկայացնում է բանաստեղծը, և ներկայացնում է այդ երկուսի հարաբերակցությունը։ Ըսավ ինձի, այս իրիկուն հավատքի և հրաժեշտի իրիկունս է, ընկեր, երիվարս թամբած եմ արդեն, որ կյանքի ու կռվի տենդեն դուրիտ առաջը կվրնջե, և հասակես իվար անբիծ սուրսալ մերկ է մերկությամբ գերմարտկային վճիրներում, ճակատդ շուրթերուս մոտեցուր հավատքի և հրաժեշտի իրիկունս է, ընկեր, և տուն սա մաքրափայլ թերթերուդ վրան ցեղին ուժը, ցեղին ցավը բանաստեղծ է, ապագա սերունդներում և մեր անցյալի տխրությանն ի նվեր, ես որբ մնեմ և ըմբոստ մը, գորուսյալներս փնդրելու գերտամ, մնաս բարյավ, քո երգերեդ երգմը տուր ինձի, երգմը ես երգելով կուզեմ մեռնիլ։ Ահա բանաստեղծի զենքը և զինվորի երգը ինչպես են միախառնվում, ինչպես է դա արտահայտվում նաև ասպետին երգը բանաստեղծության մեջ, ինչու ասպետ, որովհետև միայն իրենց բնավորությամբ ասպետական վեհություն ունեցող անձնազոհ կտրիչներն են դառնում ազատամարտիկ և հայրենիքի կռվի համար դառնում հերոս, դառնում առաջինը, դառնում առաջնորդ, և այս խոսքերը պատահական չեն, որ Սիամանթոն ստեղծում էր ստույգ գիտակցելով, որ ցեղի արյունը մեր արշալույսների նման հողին խորքերն է իջել, և մեր ժողովուրդը փրկության մի հույս ունի համախմբվելով և միասնական անձնազոհ պայքարով։ Այս մտորումների մեջ էր Սիամանթոն, երբ որ 1909 թվականին տեղի ունեցան Ադանայի ջարդերը։ Սիամանթոն իհարկե Կիլիկիայում չի եղել այդ պահերին, և նրան տեղեկություններ հաղորդել են բարեկամները։ Այդ բարեկամները կարող էին լինել Պոլսո պատրիարքարանի կազմած հանձնաժողովի անդամները, ովքեր իսկապես Սիամանթոյի բարեկամներն են եղել։ Մեկը դրանցից Զաբել Եսայանն էր, Արիասիրտ Զաբելը իր ամուսնուն, իր ընտանիքը թողած, իր անձնական պարտքը համարելով իր ժողովրդի ողբերգությունը, ընդգրկվել է պատվիրակության կազմում, այն պատվիրակության, որ պիտի գնար Կիլիկյան ջարդերը տեղում ուսումնասիրելու։ Երկաթուղով, շոգենավով,
ձիով ու գրաստով, ոտքով ճամփորդել է ամբողջ Կիլիկիայով մեկ եւ հավաքել է անհրաժեշտ փաստերը։ Հետո իհարկե նա գրել է ավերակներու մեջ խորագրով գիրքը, նամակներ է գրել եւ քանի որ իրոք նամակներ է գրել Մերսինից, Կիլիկիայի Մերսին քաղաքից, իր ամուսնուն Տիգրան Եսայանին, ուրեմն նշանակում է նամակներ է գրել նաև բարեկամներին։ Եվ այդ բարեկամներից մեկն էլ արդեն հիշում ենք, որ Փարիզից ճանաչում էր Սիամանթոն օրիորդ Զաբել Հովանեսյանին։ Հնարավոր եմ համարում, որ հենց Զաբել Եսայանը կամ Սուրեն Պարթևյանը եղած լինեն այն բարեկամը, ով կարմիր լուրերը հաղորդել է Սիամանթո բանաստեղծին։ Կիլիկյան ջարդերի մասին մեր տեղեկությունները մենք գիտենք եւ Երևանդոտյանից գիտենք եւ ակադեմիկոս Հրաչիկ Սիմոնյանի Կիլիկյան ջարդերի մասին գրած Փայլուն գրքից գիտենք 2009 թվականին այդ ջարդերի 101-ի առիթով լույս տեսած եւ վերջապես գիտենք նաեւ Սիամանթոյի բանաստեղծություններից։ Սիամանթոն գրքից գիրք, ժողովածուից ժողովածու ընդլայնում էր իր մտահորիզոնը, ընդլայնում էր պատկերավոր մտածողության իր հնարավորությունները եւ այս դեպքում այն դեպքերը, որ իրեն ներկայացրել են իբրև լուր, իբրև կարմիր լուր, Սիամանթոն դարձրել է բանաստեղծություն։ Ահա սուկ բանաստեղծությունը, որով սկսվում է, դա Կիլիկիայի համընդհանուր վիճակն է, իսկ Կիլիկիայի վիճակը դուք շատ լավ գիտեք, թուրքերը կազմակերպել էին Մուստաֆա Փաշա անունով մի դահիճ եւ հանկարծ նրան ուզում են ընտրել թուրքական խորհրդարանում։ Այս երևույթի դեմ ըմբոստանում է Գրիգոր Զոհրաբը։ Ես մարդասպաններու հետ նույն խորհրդարանին մեջ չեմ գրնար կենալ ասելով։ Իսկ Երևանդոտյանն ասում է չլար Գրիգոր Զոհրաբ Էֆենդին թուրք խորհրդարանի մեջ, թերևս Կիլիկիո մեջ ջարդված հայերը իրենք մեղավոր հռչակվեին։ Ահա այս իրավիճակն է ներկայացված։ Եվ տեսնում ենք արդեն բանաստեղծություններ։ Մեկը ձեզ ծանոթ է դրանցից։ Խեղտամաղ բանաստեղծությունը իր դիպաշարով ձեզ ծանոթ է։ Արտոմ Էգոյանի ֆիլմից է ծանոթ։ Ծանոթ է Եղեռնապատումի գրականության ուրիշ էջերից։ Եվ Սիամանթոյի այս բանաստեղծության մեջ մենք տեսնում ենք ահավոր զարհուրելի մի պատկեր, զարհուրանքի մի պատկեր, թե ինչպես են թուրքական հարձակումներից փրկվելու երաշխիքով 40 հայեր մի գետնախփոր պահարանի մեջ մտել, փրկվելու հույսով։ Այս պահարան հասկացությունը ինձ ծանոթ է, որովհետև իմ համագյուղացի եղեռնի ականատեսները իրենք էին խոսում այդ պահարանների մասին։ Պահարանի մեջ ահա թաքնված են, թաքնվել են փրկության հույսով։ Կին, երեխա, այր մարդ եւ հանկարծ նորացին մի երեխա անդադար լացով պիտի մատնի թաքստոցի տեղը։ Բոլոր 40 հայացքները սևեռվում են մթության մեջ, նկուղի մեջ, որտեղ լռությունը մրրիկ մներ ու պատկերի
ահավորությունը նայեք, լռությունը արդեն նկուղին մեջ մրրիկ մներ։ Ահա այս մրրկային լռության մեջ կայացվում է սոսկալի վճիռ, պետք է խեղդել երեխան։ Եվ մայրը երեխայի վիզը մեկնում է դեպի խավար և երկու ձեռք գալարվելով օձի պես բռնում են երեխայի վիզը և խեղդում են նրան։ Դրանից խելագարվում է մայրը և պատկերացրեք այս իրավիճակում մայրը դուրս գալու պահին ասում է թե խեղդեցեք զիս, իմ այս ձեռքովս խեղդեցի երեխաս, իմ այս ձեռքովս խեղդեցի։ Պարը բանաստեղծության մեջ, ներողություն եմ խնդրում, ես շփոթեցի, պարը բանաստեղծության մեջ, տեսնում ենք հայոց Պարտեզ քաղաքի մեջ, դա երևույթին պարտիզակն է, Պարտեզ քաղաքի մեջ մի ցավալի դեպք հայոց Պարտեզ քաղաքին մեջն էր։ Դիակների կույտերը կհասնեին դեպի ծառերու կտարները և հանկարծ մի պարտեզի մեջ ուղեկից գերմանուհին տեսնում է, որ խնամում էր նաև մի հիվանդ աղջկա, տեսնում է, թե ինչպես թուրք խուժանը 20 հարսների, հայ հարսների, անասունների պես իրենց առաջ նռած, մտրակով քշելով բերում են մի պարտեզ և ստիպում են նրանց պարել։ Պետք է պարեք, դուք անհավատ գեղեցիկներ, մեր աչքերը կարոտ են ձեր մարմիններին, ձեր ձևերին։ Հետո արյունակզակ երիտասարդը քարյուղ բերեց, նավթ այսինքն, և օծեցին, ասում է, կանանց մարմինները, հետո ջահիմը պես բռնկեցուցին և 20 հարսները ծեծի սպառնալիքի տակ հրդեհի բոցերի մեջ այրվելով դեպի մահվան անդունդը գլորվեցին։ Ահա այստեղ է, որ Սիամանթոյի հերոսուհին, գերմանուհին արտասանում է իր ահավոր խոսքը, ով մարդկային արդարություն, թող որ թքնեմ քո ճակատին։ Իհարկե սրան հաջորդում են ուրիշ ցավալի տեսարաններ։ Խաչը բանաստեղծության մեջ տեսնում ենք ուրիշ նյութ, ինչպես հայ մորը խաբում են թուրքերը, թե կվերադարձնեն որդուն և վերադարձնում են որդու արյունով թաթախված շորերը ու վանքի պատին խաչ նկարելով պարտադրում են, որ մայրը պաշտե այդ խաչը։ Դաշույնը բանաստեղծության մեջ տեսնում ենք ուրիշ սարսափելի պատկեր, երբ որ թուրք խուժանը սպայի հետ միասին տուն են մտնում և մեծահարուստ ազնվական տիկինը 2 տարեկան երեխային խնամքի ժամանակ ստիպում են, որ գոհարեղենը հանի սեղանին դնի, սիրով հանձն է առնում, բայց հետո ստիպում են, որ դու քո ձեռով պիտի սպանես քո զավակը։ Եվ երբ որ մայրը սարսափից ձեռքերը երկինք բարձրացրած քարանում է, այդ ժամանակ է, որ արյունակզակ սպան մի երիտասարդ նրա ձեռքը բռնած դաշույնով հարվածում է երեխայի սրտին և սպանում նրան։ Կույրը բանաստեղծության մեջ տեսնում ենք, թե ինչպես են կոտորածին մասնակցում անգամ կույրերը և նրանք, ովքեր ասում են, թե թուրք ժողովուրդը մեղք չունի,
թող կարդան Սիամանթոյի այս բանաստեղծությունը եւ հասկանան, ինչ է նշանակում թուրք կույր ծերունին, որ ուզում էր բարիքից, Ալլահի բարիքից բաժին ունենալ։ Եղբայրներ ասում է, ես ալ կուզեմ բաժին ունենալ բարիքեն։ Չկա ասում է մի երիտասարդ, ես էլ կուզեմ սպանել, արյուն ոտել։ Եվ թուրք սպան դարձյալ իր համար պահել էր 16 տարեկան մի աղջկա, որ գիշերները սպառնում էր նրան սպանել, որովհետև երբեք անձնատուր չէր եղել, եւ թուրք սպան վախենում էր, որ մի գիշեր կխեղդի իրեն։ Նրան բերում է եւ տալիս է կույրի ձեռքը դաշույն է տալիս։ Ուր է կուրծքը։ Եվ շոշափելով ցույց են տալիս, որտեղ է կուրծքը։ Ձեր վրի ժառուն հարվածում է աղջկա կրծքին, արյունը ցայտում է նրա կույր աչքերի մեջ, եւ կույր թուրքը ասում է, եղբայրներ, ես կարծեմ լույսը տեսա։ Ուրեմն մարդկային արյունը թուրքի համար լույս է, մարդկային արյունը։ Եվ եթե այսպես նայենք բոլոր բանաստեղծությունները, կտեսնենք, որ իրոք սահմռկեցուցիչ տեսարաններ են։ Ջարդը մարդկային երևակայությունն անգամ չի կարող ստեղծել։ Դանթեի դժոխքն անգամ այսպիսի տեսարաններ չունի։ Բայց ո՞րն է ի վերջո փրկությունը։ Կարելի է, որ, ասենք, Սիամանթոն մտածեր, որ կարող էին հայերը փրկվել, եթե, իսկ այս եթեի հետևում ընդամենը միաբանությունն է, միասնությունը, ոչ պառակտումը։ Եղել են Կիլիկյան ջարդերի ժամանակ այդպիսի դեպքեր, երբ մարդիկ իսկապես համախմբվել են, չեն ենթարկվել խաբեբադ թուրքերի սուտ խոստումներին, չեն հանձնվել նրանց, իրենց թաքսնոցների, իրենց բնակարանների, եկեղեցիների դռները չեն բացել նրանց առաջ։ Ընդհակառակը միավորվելով կռվել են, ինչպես Հաջնում, ինչպես չորք մարզպանում։ Դուք հիշում եք անշուշտ, կոտորած նանգութ հայերը թողլան Ադանայի ողբը բանաստեղծության մեջ։ Միայն ապրեցավ Հաջը սիրուն, ինչու չես շարժեր ապառաժ զեյթուն։ Ուրեմն Հաջը փրկվել է կռվելով։ Դորդ յոլում կամ չորք մարզպանում նույնպես մարդիկ փրկվել են, որովհետև մի հայ երիտասարդ կարողացել է համախմբել շրջակա գյուղերի բնակիչներին, պատնեշներ է կառուցել եւ որոշել է անպայման դիմադրություն կազմակերպել թուրքերի դեմ։ Եվ ինքն էլ ղեկավարել է հերոսական ինքնապաշտպանությունը։ Նարնջենիի տերևներ ծամելով մարդկանց լեզուները վերք էին դարձել, որովհետև թուրքերը փոխել էին բոլոր գետերի եւ առուների հուները, ցամաքեցրել էին բոլոր աղբյուրները, որ ծարավ կոտորեն, սոված կոտորեն։ Բայց հիմա մի երիտասարդ, որ կանգնել է ինքնապաշտպանների հրամանատարության գլուխ, նա է վարում մարտը եւ հորդորում է, որ կրակեցեք, որ թուրք խուժանը նահանջի, կրակեցեք, ապարոշին ուղղեցեք, այն մոլլայի ասում է, որ թուրք խուժանը խենթացուց, կրակեցեք, որ ծովուն վրա քնացող ռազմանավեր նոտար իրենց խաղաղության անդնդախոր քունեն թերևս պաղմը արդննան։ Բայց տեղի է ունենում ցավալին, խոցվում է հրամանատարը գնդակով թշնամու։ Բայց ես իմ սրտես զարնվեցա, բայց ես արդեն կմեռնիմ,
իմ մարմինս ձեզի պատնեշ, կրակեցեք աստեղաբիբ եղբայրներ, կրակեցեք հաղթանակը մեզի է։ Այս հաղթանակի հավատը իսկապես որ Սիամանթոյի բանաստեղծությունները եզրափակում են լավատեսությամբ, որ կռվով կարելի է փրկվել, իսկ գերեզմաններեն ապաշավ բանաստեղծության մեջ ճիշտ ու ճիշտ այդ իրավիճակն է ներկայացվում, որտեղ մարդիկ անդրշիրիմից գերեզմաններեն զղջում են իրենց հնազանդության համար, իրենց խեղճության համար, իրենց գլուխը թշնամու առջև պարզելու համար, որ իրենց վիզը կտրեն։ Օրինակ, տեսեք, զոհված աղջիկներից մեկն ասում է. ես եղբորս ինչպես չսիրեմ, երբ որ ասում է պատվիս համար նախ զիս մերցուց, հետո ինքը արժանապես մահացավ։ Ուրեմն մահվան տարբեր եղանակներ կան և կա արժանապես մահվան խնդիրը։ Երբ 9 թվականին Սիամանթոն մեկնել էր Ամերիկա, Բոստոն, աշխատակցում էր հայրենիք թերթին, այստեղ նա շփվեց պանդուխտների հետ, Ամերիկայում ապաստանած հայ պանդուխտների հետ, և նրանց զգացումները, նրանց խորհրդածությունները իմի բերելով գրեց իր հայրենի հրավեր ժողովածուն 12 կոչ տարագիր հայությանը։ Այս 12 կոչերի բովանդակությունը նույնն է գրեթե, բայց ամեն բանաստեղծություն դառնում է հայրենիքին կապող թել, շղթա, ամեն բանաստեղծություն դառնում է ցավ ու մորմոք, ամեն բանություն դառնում է հայ մարդու ողբերգական ճակատագրի գեղարվեստական հզոր արտահայտություն։ Սրանցից եթե մենք հիշենք եղբայրն իր եղբորը, մայրը իր զավակին, եթե հիշենք մյուս բանաստեղծությունները, իմ ջալոց ես մոռացա ներողություն եմ խնդրում, այդ հոգևարքի և ներողություն կարմիր լուրեր բարեկամես գրքում կա նաև թթենին բանաստեղծությունը, որը կարևոր է ինչով, կարևոր է նրանով, որ այդ նույն գերմանուհի ընկերուհին ուղեկցուհին տեսնում է, ականատես է լինում նաև մի ողբերգական իրադրության, երբ որ հին հարևանները, հարևանությամբ ապրող հայեր և թուրքեր խաղաղ օրերին եղել են իսկապես հացափոխի հարևաններ, իսկապես օժանդակել են իրար փոխօգնության տարբեր իրավիճակներում, բայց հիմա, երբ որ խուժանին խենթացնող կոչերով, կարգախոսներով գրգռել են թուրքերին հայերի դեմ, դարձել են թշնամիներ, հին օրերու դրացիներ, եղբայրներ, հիմա դարձել են սպանողներ, դարձել են մարդասպաններ, և ծերունի պարավը, ձեր պարավը, ամեն ինչ հասկանալի է նրա համար, անցնում է դիակի սայլը, մռելահավաք սայլը, և թորնիկին սպանել են, անտարբեր հայացքով թորնիկին ուղեկցում է, ինչպես թորնիկին գցեցին այդ սայլի մեջ, բայց պարավը տեսնում է, որ կտրել են նաև թորնիկի օրը ծնված թթենին, թթենիս ալ կտրեր են, սա ավելի է սասկացնում պարավի ողբը, թթենիս ալ կտրեր են, և բանաստեղծի եզրափակիչ ընդհանրացումը հետևյալն է. մինչ մահերու և մոխիրներու մեր դանթեական ճանապարհին ինձ ուղեկցող մտերմուհիս մանկան պես սկսավ լալ։
Հիմա մանկանն պես լալ կարող են սկսել նաև այն ընթերցողները, ովքեր կարդում են հայրենի հրավեր բանաստեղծությունների շարքը, որ Վարուժանի կարծիքով Սիամանթոյի գլուխգործոցն է, բանաստեղծին գլուխգործոցն ինձի կթվի, ասում է Վարուժանը։ Մենք ծանոթ ենք պանդխտության երգերի, միջնադարյան անտունիների, ծանոթ ենք մեր ժողովրդի ողբերգությունն արտահայտող արվեստի ուրիշ ստեղծագործությունների, բայց ահա սրանց մեջ տեսեք, թե ինչպես է Սիամանթոն աստիճանաբար գնում դեպի թումանյանական պարզություն և խորություն, ինչպես է մանկության տարիներին իր լսած անտունիները, երգերը, ակնաշրջանի երգերը դարձրել բանաստեղծության նյութ, ինչպես է նրանց միջոցով արտահայտել նոր ժամանակների ողբերգական իրադարձությունների պատկերը։ Հարսին երազը ուղղակի բարձրարվեստ մի ստեղծագործություն է, որտեղ մենք տեսնում ենք իսկապես պանդխտության մեկնած իր ամուսնուն սպասող տառապանքի մեջ հայտնված, կարոտախտի մեջ հայտնված հարսի երազը։ Ու տարիներով մենավորիկ ես քո դարձիդ կսպասեմ, իմ սրտահատոր հեռավորս, և սրան հետևում է բանաստեղծական ահավոր ուժի մի պատկեր, հարսի իրավիճակը ներկայացնող և կարոտից անտեր մնացած իմ մարմնի սարսուրն անգամ այս գիրով նորեն քեզի կուզեմ հաղորդել։ Անտեր մնացած կնոջ սարսուր, սարսափելի մի բան։ Մեկնածդ օրվան արեգակը չես հիշեր, հիշեցնում է ամուսնուն։ Եվ ինչ է պատահել։ Կինը չի կարողացել իր հարսանեկան շորերով ու զգեստներով, իր այսպես ասած օժիտով, մի մանկական խանձարուր ստեղծել։ Ես ասում է չկրծա, իմ ասում է շորերեն հյուսել այն խանձարուրը, որի մեջ մեր զավակը պիտի մեծնար։ Գիշես ասում է, որ վերջին օրը մեկնելուց առաջ կուժով ջուրը ես ձիուտ շուքին սրսկեցի, որ ծովերն արջևիտ ցամաք դառնան և լեռները տափարակ, որ դու տուն վերադառնաս։ Մեր խրճիթին դրան առաջ ես քեզի կսպասեմ, ասում է հարսը, և դևի մպես իմ մոտավոր գերեզմանի հողը գլխուս մաղել կուզեմ։ Ահա, սրանք են Սիամանթոյի բանաստեղծությունները։ Մենք իհարկե Սուրբ Մեսրոպ պոեմի մասին չխոսեցինք, դուք դա կարդալով էլ կարող եք յուրացնել, բայց տեսեք, որ Սիամանթոյի բանաստեղծությունները իսկապես պետք էին այսպիսի ընթերցումով վերլուծել, վերծանել, ընկալելի, հասկանալի դարձնել և վերջապես սիրելի դարձնել, որովհետև Սիամանթոն այն հզոր բանաստեղծն էր, որ իրոք հայ դաշտերուն պաղատանքը բանաստեղծությամբ նորից կոչ էր անում տարագիր հայությանը, որ վերադառնան հայրենիք, հողի և ժողովրդի միասնության գաղափարախոսությունը դեռևս հայորդիներ շարքի հողին ձայնը բանաստեղծությունից գալիս և այստեղ ստանում է ամբողջացնող, ընդհանրացնող կերպարանք։ Մռայլ գալիքը կանխատեսող Սիամանթոն հասկացել էր, որ վերջը շատ վատ է լինելու, որ վերջը
իսկապես հայրենի հողը առանց իր որդիների մնալով պիտի դառնա թշնամու բաժին եւ հողը իսկապես իր ավերակե բերաններով կանչում է աշխարհում ցանուց եղած իր զավակներին աճապարեցեք ցեզի եմ որովհետև բոլոր կյանքերը պիտի խորտակվին որովհետև բոլոր ամոլները պիտի այրիանան որովհետև դեռևս կյանքին անգիտակ մանուկները իրենց խանձարուրների մեջ դեռ կյանք չտեսած իրենց աչվները մահվան մեջը պիտի բանան աճապարեցեք ցեզի եմ եւ հիմա էլ հայ դաշտերը պաղատում են որ հայորդիները վերադառնան իրենց արորի ժանգը սրբելու իրենց հողը վարելու ինչպես հարսին երազը բանաստեղծության մեջ դժգոհում էր հարսը թե իմ կատնաթույր կողերս դեռ մայրություն չճանչեցան այդպես էլ հայրենի հողը հող մշակողի հայ հերկողի կարիք ունի որ գան եւ վարեն իր ակոցներով բերրի դարձնեն բերքարատ դարձնեն ու շնացնեն հայրենիքը ես կարծում եմ այսօր բավարարվենք այսքանով մեր մյուս դասախոսությունները հավանաբար եկող շաբաթվա մեջ կլինեն առաջին իսկ օրերին ես կճշգրտեմ երբ է ձեզ հարմար եւ կփորձենք գոնե մեկական դասախոսությամբ ձեզ ներկայացնել Միսակ Մեծարենցին Վահան Տերյանին իսկ Ռուբեն Սևակի մասին ասել եմ ձեզ խնդրում եմ միացեք Սերժ Սրապյոնյանի դասախոսությանը այսօր գողանանք բավարարվենք այսքանով հուսով եմ որ դուք չեք վարակվել ժահրախտով այս կորոնավիրուս կոչված սով դուք ձեր հարազատները պահում եք բարետի հրահանգները այս ժամանակահատումների վերացման խնդիրը չչարաշահեք ես խնդրում եմ որովհետև տեսեք ինչ է նշանակում 121 վարակ մի օրում դա նշանակում է կանոնները չեն պահպանվել ես ձեզ հորդորում եմ պահպանեք կանոնները որպեսզի մենք կարողանանք մեր խնդիրները իրագործել եւ դուք էլ հասնեք ձեր նպատակին ցտեսություն ձեզ մինչ նոր հանդիպում